Բարև պարոն Շահնազարյան։ Էս ինձ խուսափում ես տղա ջան։ Չէ, ինչ եք ասում, ուղղակի դասանում բան էի մոռացել, հիշեցի ուզում էի գնայի վերցնեի։ Լավ չի Գևորգ։ Չեմ հասկանում ձեզ։ Լավ էլ հասկանում ես։ Որ տեսնում ես դպրոցի տղերքը կռիվ են անում, ինչ ես պատերի տակից գողեգող հետևում։ Ես ախր Դերում ես, կյանքդ պիտի նենց ապրես տղա ջան, որ սենց ամաչելու ու գլուխդ կախելու պատճառ չունենաս։ Չեմ կարող հասկանալ, դպրոցի տղերքը տեսնում ես կռիվ են անում, ծեծում են, ոտերի տակ են առել։ Դու տենց թաքուն հերվից հետևում ես, հա։ Դու գիտես քո արածը ինչ անուն ունի։ Շահնազարյան ջան, ես ինչ է։ Հեչ քեռի Թորոս, փորձում են Գևորգի հետ տենց լուրջ թեմաների մասին խոսել։ Պարոն մայոր, էլ մյուս անգամ չի կրկնվի ազնիվ խոսք։ Բայց իմ ասածը գիտես որն է։ Այն որ կարևոր չի թե ով է կռվում, Դավիթը, Միքայելը, թե անծանոթ մի մարդ։ Եթե տեսնում ես, որ շատով հարձակվել են քիչ մարդկանց վրա ու ոտերի տակ են առել, պիտի խառնվես, փորձես բաժանել ու փորձես հարթել այդ իրավիճակը։ Ոնց։ Ես միշտ Դավիթը կռիվ են արել։ Հա, քեռի Թորոս, բայց խնդրում սրա մասին ոչ մեկ չի իմանա։ Դա հասկանալի է իհարկե։ Բայց դու բան չունես ասելու Գևորգ։ Ես վերջերս Դավիթն ու Միշոն մենակ քո պատճառով են կռիվ անում։ Ոնց։ Այ տղերքը քո պատճառով կռիվ էին անում, դու էլ հերվից նայում ես։ Ես սխալվել եմ։ Չէ, ես սխալվել չի, գիտես քո արածը ինչ անուն ունի։ Շատ կոպիտ անուն ունի, որը չեմ ուզում քեզ ասեմ։ Ու ամենավատն էլ այն է, որ դու վախեցել ես ոչ թե նրանից, որ կարող է քեզ ծեծեն, այլ որ 2 րոպե առաջ իմ դիմաց կանգնած էիր ու ձևացնում էր, թե չես հասկանում ինչի մասին է խոսքը։ Ես էլ այտենց բան չեմ անի։ Հիմա գնա աչքիս մի երևա, այլ ոչ ուզում եմ քեզ տեսնեմ, ոչ ուզում եմ հետդ խոսեմ։ Կլինենք 4 հոգով, Դավիթը, Միքայելը, դու ու ես։ Այդ ժամանակ կխոսենք։ Իսկ մինչև այդ աչքիս չերևաս, գնա։ Լավ։ Թորոս, աչքդ ես լակոտի վրա պահի, ես ամեն ինչից ես լավ ոգ չեմ առնում։ Բայց ես էլ հետ եմ ասում, սա առաջի դեպքը չի, որ կռիվ են անում։ Բայց դու ինչ չես ասել, ինչի համար են կռիվ անում։ Ուզում էի ասեի, բայց հարմար պահ չէի գտնում։ Սրանից էլ հարմար պահ, հասա։ Արի գնանք իմ սենյակ, այնտեղ խոսենք, այստեղ 1000 աչք կա։ Լավ էլի Թորոս խոսա։ Չի ցավը տանը, մեծ մարդ են, ոտերս ցավում է։ Արի գնանք սենյակ, արի։ Օ, ինչ հրաշագույն ծաղիկներ են։ Բարև ձեզ։ Ես վստահ եմ, որ տիկին Լանջունու համար է։ Բարև ձեզ։ Ոչ։ Իսկ ում համար են ներողություն իհարկե։ Եղբայր, կարող է դու ես դպրոցի թաղային կոմիտեն ես։ Ոչ, կոմիտեն քերի Թորոսն է։ Մի րոպե, ինչու նման հարց առաջացավ ձեզ մոտ։ Ամեն ինչ ուզում ես իմանալ։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ ում եք տանելու, որ իմանամ ուր ուղղորդեմ։ Հա, մերսի։ Էլեն Նահապետյանի համար է։ Նահապետյանի։ Ինչ ափսոս։ Ինչ ափսոս։ Ծաղիկները, ասում եմ, շատ ափսոս, մի 2 օրից կթորչնեն ու իրենց այս գեղեցկությունն ու բույրը կկորցնեն։ Մի րոպե, մի գնացեք։ Ես լավ առաջարկ ունեմ։ Ես կարող եմ ծաղիկները ինքս տանել։ Շնորհակալ եմ, ես կտանեմ։ Ոչ, չեք կարող։ Գիտեք ինչու, որովհետև նա կարող է ուսուցչանոցում չլինել, կամ կարող է դասի լինել։ Այո։ Եղբայր, գործերի տեղի ես կտանեմ։ Մի րոպե, ես ձեզ լավ առաջարկ ունեմ, ես կարող եմ այս ծաղիկները տանել եւ ճանապարհին մտածել մի գեղեցիկ քառատող, այդ քառատողը ասելով հանձնեմ ծաղիկները, ավելի գեղեցիկ ու հրաշալի կլինի։ Ախպերս, յանտուր։ Դե որ այդպես է, ես կդիմեմ կոմիտե Թորոսին եւ նա ձեզ դպրոցից դուրս կվռնդի եւ դուք այս հրաշք ծաղիկների հետ կմնաք դրսում, որովհետեւ չգիտենք դասը երբ կվերջանա եւ հետո դպրոցում չի կարելի
ներկա գտնվեն այնպիսի մարդիկ, որ դպրոցի հետ ընդհանրապես կապ չունեն, իսկ դուք դպրոցի հետ ընդհանրապես կապ չունեք, պարզ է։ Մտածեք առաջարկիս մասին։ Դե, ինձ վրա կարող եք հույս դնել։ Նահապետյան։ Ինչ բայց ես թվում է շախը եթե մեզ բռնի հաստատ հարցը փորձ անելու։ Իսկ մենք ինչ ենք անելու։ Ախպեր շախը հաստատ բռնելու է, հաստատ հարցը փորձ անելու, իրան լավ գիտեմ։ Բայց դա չգիտեմ, մի բան պետք է անենք, մինչև իրա հասկանալը ինչա կատարվում, լուծենք այս հարցերը։ Բայց ես չի թվում, որ այդ ամեն ինչը հեշտ է լինելու։ Դե հա, հեշտ չի լինելու հաստատ։ Հələ պետք է լեակոտներին այնց անենք Գևորգիցի անտան։ Ես պետք է անենք էլ դպրոց չմտնի այդ թմրանյութը։ Բայց դա մի բան պետք է անենք, էլի որ մտել ենք այս հարցի մեջ պետք է դուրս գանք։ Բայց մենք կարանք երկուսով այդ ամեն ինչի դեմ դուրս գանք։ Բայց երկուսով դավս։ Այդքան ընկերներ ախպերներ ունենք, որ կարիքը լինի իրանց էլ կխառնենք։ Դա լավ ճիշտ ասա։ Դեքել եթանք լվացվենք 10-ի չհասցրի գոնե գործի հասցնեմ գնում։ Okay։ Աչքերդ սիրուն, ծաղիկները այս սիրուն, ամբողջ հոգով ու սրտով, սիրով քեզ եմ նվիրում։ Աշուխ Ֆարադեյ։ Այս ծաղիկները քոնն են, իմ գեղեցկուհի գոլեգա, քո թաքնված երկրպագուի կողմից։ Եթե ուզում ես ճիշտ իմանալ, ասեմ, որ շատ բարձրաճաշակ երիտասարդ է, դրանում կասկած չունեմ։ Ինչու ես այդպես նայում, վերցրու չքնաղագույն իմ գոլեգա, այս ծաղիկները քոնն են։ Բայց ո՞ւմից են։ Մի տղամարդ բերեց, ասեց, որ ամենագեղեցիկ կապուտաչա Արևշատյանի համար է։ Իսկ կարող է Աշուխ Ֆարադեյ դու մի բան խառնում ես, հաստատ Արևշատյանի համար են բերել։ Բնավ, ես շատ լավ հիշողություն ունեմ եւ կարող եմ կրկնել, թե ինչ ասեց առաքիչը։ Ցիտում եմ նրա խոսքերը։ Այս ծաղիկը կհանձնեք դպրոցի ամենագեղեցիկ կապուտաչա ուսուցչուհուն Անուշ Արևշատյանին։ Պարզ է։ Իսկ չի ասել ում կողմից է։ Բնավ, անոնիմ է։ Եվ հետո կանայք, ես չեմ հասկանում, ինչու եք դուք այդքան հետաքրքրվում։ Այ օրինակ ես հպարտանում եմ, հիանում եմ, որ մեր դպրոցում կա նման գեղեցկուհի ուսուցչուհի, որ այսպիսի գեղեցիկ ծաղիկներ է ստանում, սիրում են նրան։ Այս շքեղ ծաղիկներին արժանանալու համար ոչ միայն մարդ պետք է արտակնապես գեղեցիկ լինի, այլ նաև հոգով գեղեցիկ։ Շատ շնորհակալ եմ իհարկե հաճելի խոսքերի համար Ֆարադեյ ջան, բայց միգուցե սա հենց քո ձեռքի գործն է, այլ ոչ անոնիմ երկրպագուի։ Չէ, ինչ ես խոսում Անուշ ջան, չնայած ես կուզեի քեզ ծաղիկներ նվիրել, բայց քո վերջի արգելքից հետո ես Ամեն դեպքում ես կուզեի, որ այստեղ բոլորը իմանան, որ գեղեցկությունը միայն կատարյալների համար է, ոչ թե ամեն պատահածի։ Յո, ես ինչ հաշիվ է։ Ես ինչա։ Ծաղիկ, վան։ Այ լուրջ ինձ թվաց կակտուս է։
երկրպագուի կողմից։ Իրոք։ Այսինքն սա դու չես ուղարկել։ Եթե ես ուղարկելու լինեի, ես անձամբ քեզ կնվիրեի։ Այդ դեպքում ով է ուղարկել։ Իա։ Սերոբ։ Էս ինչ կա այս կողմերը, բարի օր։ Արևետո ջան։ Հեչ։ Եկել եմ ես խանութ տնամ գործ կճարեմ, գործ եմ ման գալիս։ Պահո։ Լավ չի որ որոշել ես աշխատես։ Այսքան տարի աշխատել ես, հերիք չի։ Հիմա թող տեղ այդ աշխատի ու քեզ թագավորի նման պահի։ Դե տենց ոնց կլինի այդո ջան։ Ամբողջ հոգսը Միշոյի վրա է։ Մեղք կա խեղճ երեխա։ Հա ինչ անենք։ Ջահել տղա է, թող օր ու գիշեր աշխատի, հասցնի։ Ախր Էդո ջան, իմ պատճառով մենք մեր տան մեջ վարձով ենք ապրում։ Այդ խեղճ երեխեն որն անի։ Տան մասին մտածի, կոմունալները մուծի, տան վարձը փակի, որն անի։ Լավ էլի Սերոբ։ Նենց ես ծանրացնում, ոնց որ չգիտեմ ինչ ա եղել։ Եվրոպայում բոլորը վարձով են ապրում, բայց ոչ մեկ քո նման չի դժգոհում։ Դու են ասա, ես քանի օր չեմ տեսել, ոնց որ լավ ծերացել ես, հա։ Կաղա տեղը շատ է համահանում։ Չէ։ Միշանսկի տեղյակ չի, որ գործ եմ ման գալի։ Էսին որոշումն է։ Այդ հեչ լավ, Էդո ջան, դու ասա տնամ ինչ նորություն կա։ Մի բան իմացար այդ գողերից, փողերի մասին։ Սերոբ, ոնց ես մտածում, ես մի բան իմանամ ու քեզ չասեմ։ Լավ չի։ Եվ հույսել չունենամ, որ դրանց կգտնենք։ Չպիտի էլի ես տունս ծախեի, սխալ արեցի։ Սերոբ, ես մեկը ծախել ես, մյուսը կառնես, տես դարդ մի արա։ Լուցկու տուպեր էլի երբ ուզենայի կառնեի, հա։ Հա, հիմա շատ հեշտ է, թող տղ այդ օրը 24 ժամ օր ու գիշեր աշխատի, այդ վարձ տալու փոխարեն հիպոթեկով տուն առեք։ Հա, իբր ինչ ես տենց նայում։ Ես քեզ լրիվ լուրջ եմ ասում, հիմա ամեն ինչը հեշտ է։ Ջահել տղա է, ուժը տեղն է, թող օրը 24 ժամ 3 տեղ աշխատի, որ նորից տանտեր դառնաք։ Ասելը հեշտ է, Էդո ջան։ Դե լավ, ես գնամ, եթե մի բան իմանաս ինձ լուրջ տուր էլի։ Եթե փողերից կեսը գտել ես, քեզնից գիտես ինչքան շնորհակալ կլինեմ։ Դու գիտես ես ոնց եմ ուզում քեզ օգնեմ։ Սերոբ այնքան եմ ման գալու, մինչև գտնեմ։ Շնորհակալ եմ, Էդո ջան։ Դե լավ, ես գնամ։ Սերոբ։ Ես վերցրում։ Այդ ինչ է, Էդո ջան, ինչ ես տալիս։ Հա, մեծ բան չի, բայց հաստատ միշտ շարախ կհերիքացնի։ Հիմա քո օրգանիզմին արաղ է պետք։ Պիտի թուլանա մարմինդ։ Դե վերցրու գնամ, ես է գործեր ունեմ։ Շնորհակալ եմ։ Գլուխի գրի, 6 հատ բարակ, 4 հատ գնդակ, 32 հատ շապիկ, կեսը սև, կեսը սպիտակ։ Այդ ինչի համար է կարո։ Այմա դու գրի, գրում ես հետո, 2 հատ մեծ դուլ, 2 հատ փոքր դուլ։ Այդ ինչի համար։ Ջուր են կրելու։ Լուրջ։ Այմա չէ, դու գրի, 2 հատը փոքր գնա գրի, գրել ես։ Ապրես։ Այդ ամբողջ առնում ես, պատրաստում ես, որ մենք այդ Վիկտորիան իրականություն դարձնենք, հասկացա՞ր։ Որ իմացել եմ ով այդ գաղափարը տվել լանջումում, սպանելու եմ։ Կարող է դու իմանաս ով այդ գաղափարի հեղինակը։ Ուրեմն չգիտես ես ով ա նվիրել։ Ես։
Շուշի, ինչի կանգնեցիր։ Չեմ ուզում գամ դպրոց։ Գալիս է Շուշի։ Չէ, ուզում եմ գնամ տունեն տրամադրություն չունեմ, որ կարողանամ դասի նստեմ։ Կկարողանաս Շուշի։ Անկեղծ չեմ կարող ինձ տրամադրեմ։ Շուշի, հենց հիմա բարձրանում ենք դասարան ու դու քեզ նենց ես պահում, որ չգիտեմ, քո համար լրիվ մեկ է թե քո մասին ինչ կմտածեն կամ ինչ կխոսեն։ Ասեցի չեմ ուզում։ Պարզա, փաստորեն, դու ես թույլ մարդ ես, որ դու կարաս այսպես 1-2 քո հետ կապ չունեցող թեմաներից սենց թևացապ լինես, հա Շուշի։ Եթե դու հիմա իմ հետ չգաս դասարան, չգիտեմ Շուշի, այդ կնշանակի, որ դու աշխարհի ամենաթույլ մարդն ես ու ամեն ստից բանից այսպես կարաս թևացապ լինես ու ընկճվես։ Դու հիմա նենց բաներ ես ասում, որ ինձ համոզես։ Չէ Շուշի, ես հիմա նենց բաներ եմ ասում, որ դու մտածես այն մասին, որ դասարանում կատարվածը չի կարա քո վրա սենց ազդի։ Այդ անիմաստ հարցերը, այդ անիմաստ թեմաները չեն կարա քեզ սենց կոտրեն ու հիմա իրար հետ գնում ենք դասարան։ Եթե ինչ-որ մեկն էլ կպտտվի քեզ ինչ-որ բան կասի, դու իրան նենց պատասխան կտաս, որ չգիտեմ, խոսքի ունակությունը կորցնի, հասկացանք իրար։ Այս ուրիշ։ Թե չեմ կարա, չեմ ուզում, չգիտեմ, ընկճված եմ։ Ոնց որ տիզ լինես։ Էդ ինչ է։ Լավ։ Հա, շնորհակալություն, շատ զգացված եմ։ Էլեն, սպասի շունչս կտրվեց, վայ, Էլեն, վայ, ես մեկ րոպե ավել չեմ ուզում մնամ ես դպրոցում, ես տարածքում, ընդհանրապես Հայաստանում, հենց այսօր էլ Տոմսը կգնեմ ու կգնամ։ Հանգստացի, հա։ Հա, բայց դու տեսար ինչ եղավ, մենք այդ ամեն ինչը կազմակերպել էինք, որ Վանը ինձ խանդի, իսկ այդ աննորմալ պրոֆեսորը ամեն ինչ խառնեց, կամ էլ քո վարորդն է խառնել, չգիտեմ։ Մի րոպե հանգստացի, նախ սկզբի համար ցածր խոսի։ Էդոն չէր կարող ոչ մի բան խառնել։ Էդոնա զանգում հիմա կճշտենք։ Ասա Էդուարդ։ Տիկին Լիդիա, զանգել էի զգուշացնեի, որ ձեր հանձնարարությունը արդեն կատարել եմ։ Հա, տեսնում եմ ոնց է կատարված։ Տղա ջան, մենք քեզ ասել էինք ում անունով ուղարկես այդ ծաղիկները, կհիշես։ Տիկին Էլեն Նահապետյանի։ Բա ինչ են ծաղիկները Արև Շատյանի անունով գալիս դպրոց։ Այդ սաղեն Դոդիկի ձեռքի գործն է։ Ինձ 100 անգամ ասեց, որ կտա Նահապետյանին, փաստորեն խառնել է իրար։ Ես հենց հիմա սխալս կուղեմ։ Հենց հիմա ծաղիկներ կպատվիրեմ ու իմ ձեռքով կհանձնեմ տիկին Նահապետյանին։ Ոչ մի բան անել պետք չի, լավ, Էդուարդ, հաջողություն։ Եվ Ֆարադեին է շփոթել, իբր թե, բայց ինձ թվում է ոչ էլ շփոթել է, դիտման բառել։ Որ ասում եմ ամեն ինչ իմ դեմ է։ Լավ, Էլեն ջան, հանգստացի, հիմա մի բան կմտածենք։ Հանգիստ։ Կարո չեմ հասկանում, ինչու ես ինձ ծաղիկ նվիրել։ Ես։ Ես քեզ ծաղկեպուշ նվիրել եմ 16 տարի առաջ։ Եղբայր նոր դու չասեցիր ես։ Ինչ ես անհետ այդ բաներ խոսում հիմա։ Իրոք, Կարո, նորմալ բան է, սա բան հասկանանք։ Ես ձեր ծաղիկ-մաղիկներից տեղյակ չեմ։ Ես դուխիկի հետ խոսում էի, ասում էի մեր վաղվա մեր պլաններից, մեր Սպորտլանդիայի մասին էի խոսում։ Ճիշտ է ասում։ Մենք խոսում ենք պարանների ու դույլերի մասին, ներս մտանք, դուք սխալ հասկացաք։ Մի րոպե դուխին է։ Փաստորեն մենք բոլորս այստեղ սխալ ենք հասկացել, հա։ Հա, Ֆարադեյ։ Բայց մի րոպե։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Կարող կլինի գնաս տեղից։ Նորմալ երևույթ է, մարդիկ կան նվիրում են, մարդիկ էլ կան ստանում են։ Նենց որ մեկնաբանությունների կարիք չկա։ Հա։ Անուշ, միգուցե պարզենք, թե ով է բերել ծաղիկները, այդ պարագայում գաղտնիքը կբացահայտենք։ Ֆարադեյն է առաքիչին։ Ֆարադեյն էր առաքիչին դիմավորել եւ այս ծաղկեփունջը բերել ուսուցչանոց։ Մի րոպե էլի։ Ինչ է ինձ թվում, որ այս պատմության հետևում Ֆարադեյի հում ականջներն է երևալու։ Լավ, խնդրում եմ, եկեք սրանից մեծ պատմություն չսարքենք։ Երևի ծնողներից ինչ-որ մեկն է նվիրել, շուտով կպարզվի։ Մնում է Ֆարադեյին գտնել։ Լավ, ես շատ ուրախ եմ, որ ձեր հետաքննությունը բացահայտումների փուլում է, բայց ավելի կարևոր հանգամանք կա։ Վաղը դպրոցում Սպորտլանդիա լինելու, լանջունին, անձամբ հրամայել է, որ պետքա բոլորը մասնակցեք, անխտիր, հասկացաք։ Կարող կարաս մետ երթվես ու գնաս տեղից։ Հորս Արև։
Ճիշտ է ասում, Լանջունին ասել է, որ բոլորիդ ասեմ Սպորտլանդիայի մասին։ Տպավորություն է, որ բոլորը պարզապես անգործ են մնացել։ Ժողովուրդ ջան, մենք պետք է մտածենք ու առաջնորդվենք առողջ մարմնում, առողջ հոգի կարգախոսով։ Այո։ Դուխիկ այդ մոտդ գրանցի։ Վաղը պետքա պոստեր սարքենք։ Չհասկացա։ Դուխիկը վերջն է։ Էլ ուրիշ մարդ չկա, մենք ես պետք է անեմ։ Էլ ուրիշ դուխիկ չկա։ Այ դուխիկ ջան, այդ գիտես ինչից է, որ քեզ շատ ենք սիրում։ Ու հետո դպրոցում չկա տենց մի հարց, որ առանց քո միջամտության ու առանց քո մասնակցության լուծվի։ Դες է համոզում եմ։ Դե որ համոզվել ես, ես թուղթ ու գրիչը, չգիտեմ, հեռախոս, մատիտ վերցրու գնացի։ Դարձ։ Վայ, Կարո։ Դարձ։ Ես ինչ եմ ասում, ինքը ինչ ասում։ Ապրես, ուշ կգնաք։ Մի տեսակ սենց անհանգստություն կա մեջդ, հա, ոնց որ։ Կարող է այդքան էլ վստահ չես, որ ծնողներից ինչ-որ մեկն է ուղարկել։ Ուզում ես ճիշտն իմանալ։ Միշտ։ Ով էլ ուզում է լինի նվիրողը, շատ ճաշակով է։ Կլինի տենց մի օր, որ լաչար էությունը ծես չցուցադրես։ Իրականում հնարավոր է այդպիսի բան, բայց այդպես անհետաքրքիր կլինի, գիտես ինչու, որովհետև այդպես քո չոբան էությունը չի արտահայտվի։ Ինչի՞։ Այսօր լավ էլ բարեհամբույր էի։ Ճիշտ բառ ասացի, տիկին հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։ Շատ բարեհամբույր էիր, հատկապես երբ հայացքով խեղճ Կարոյին ոչնչացնում էիր։ Արդեն խեղճ, հա։ Հետաքրքիր է։ Որքան Կարոն է խեղճ, այնքան էլ դու։ Դու ասացիր, ես չէի։ Չոբան էլի։ Չոբան։ Կարիք չկար հիշեցնելու, վաղուց գիտեմ։ Որը չի կարող մարդ այսքան լեզվանի ու լաչար լինի։ Միշ, ինչ ես անում, որտեղ ես։ Կան գործի տեղն եմ, դու ասա, դու ոնց ես, ինչ բան ես։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է ամեն ինչ, բայց մի քիչ անհանգիստ եմ։ Ինչի համար։ Դե այսօրվա քո պահվածքից։ Ինձ թվում է դու ինձ ինչ-որ բան ես տալիս։ Դա ավելի մարս, ինչ պիտի թաքցնեմ։ Ինչի՞ց ես տենց ենթադրել։ Որովհետև այսօր ինչքան զանգեցի, որ խոսապ հետդ մի պատճառ գտար, որ հետս չխոսես։ Իմ մոտ նես տպավորությունն է, որ դու ինձնից խուսափում ես, որ քեզ հարցեր չտամ։ Մարս ինչ խուսափել։ Գործի տեղն եմ, ընդհանրապես զբաղված եմ, լում հարմար չի դու խոսանք։ Չեմ հավատում, Միշ։ Լավ էլի մարդ տես բան չկա։ Ասում տես բան չկա։ Բան չեր եղել, բայց դու տենց է դպրոց չհասար, ճանապարհի կեսից փոշմանեցիր ու որոշեցիր, որ պետքա տուն գնաս։ Յանք լավ խնդրում եմ, կլինի հետո խոսանք։ Չէ, Միշ, հիմա խոսի։ Ու ինձ ճիշտն ասա։ Մարս, ես քեզ խաբելու բան չունեմ, բայց հիմա ասում մի քիչ զբաղված եմ, էլի խառն եմ, գործի տեղն եմ, հետո կխոսենք, լավ։ Ապրես։ Էլի ծրում ես։ Մարս, լավ էլ միշտ ցրելու մասին է խոսքը։ Նոր ասեցի, գործի տեղն եմ, հիմա խառն եմ։ Խոսք եմ տալիս, երեկոյան գործս կվերջացնեմ, կգամ ձեր բակ, ամեն ինչի մասին կխոսանք։ Միշ, ինչի ես այսքան հազում։ Հիվանդացել ես։ Չէ, թեթևես կոկորտս է բորբոքվել։ Լավ, դե կգաս անպայման երեկոյան, սպասելու եմ։ Լավ արվես, խաչում։ Ես էլ։
Երեխեք ոնց մերոնցով կային, ոնց է մնացել է։ Ես որտեղ մերոնցական մարտեցա, որ լնյատել մարդ չկա։ Տիկոն էլ այսօր չի եկել։ Չոբ դու կարող ես իմանաս Տիկոն ինչի չի եկել։ Չէ, ռիբուկ չու։ Կարող ես զանգես, ամեն լավ արի, թե կխոսես հետո։ Բայց դու ինչ տիպն ես։ Մտքովս չեր անցել։ Իմիջիալից Դավիթն էլ չի եկել։ Գիտեմ։ Բա դու ինչի չես զանգում։ Որովհետև Միշոն էլ է բացակա, հաստատ իրար հետ են։ Հայտ ինչ կապ ունի։ Քեզ արդ պետք չի որ զանգես Դավիթին։ Եթե Միշոյի հետ է, ուրեմն չէ։ Հասկացա։ Չնայած ինչ հասկացա, բան էլ չհասկացա։ Մեռնեմ թե քեզանից գլուխ եմ հանում, մագա։ Մի օր հավանում ես Դավիթին, մի օր էլ երեսը չես ուզում տեսնես։ Ռիբոկ, ես տղաների հետևից չեմ վազում, այդ ինքը պետքա փորձի իմ սիրտը գրավել։ Հիմա ինչ։ Զանգեմ Տիկոին, թե չէ։ Ռիբոկ։ Այս ոնց գնացի, տենց էլ հետ եկար։ Կարողա քո հետ պիտի համաձայնեցնե ինչ անեմ։ Մագա, ու ընդհանրապես լավ կանես գիտը չմցնես այնտեղ, որտեղ քեզ չի վերաբերվում։ Հա, էլի մագա, Մարին ճիշտ է ասում։ Չես անիմաստ թեմաներ ման գալիս։ Հետաքրքիր է, այդ ինչից ենթադրեցիր, որ Շուշին ու Մարին քո օգնության կարիք ունեն, որ կողքից մեջ ես մտնում։ Կարաս սուս մնաս մագա։ Բայց մագան սխալ բան չասեց, որ բոլորով վրա եք տվել իրան։ Դու ընդհանրապես սուս մնա, Ռիբոկ։ Ես չեմ հասկանում։ Քանի կար չէիր ուզում տեսնել Տիկոին։ Հիմա մի հայացքից իրար հասկանում եք։ Հիմա էլ դու հավես չունեմ։ Ախր բայց Մար, հետո կխոսանք։ լավ։ Մեկ, երեք։ Հա, ոնց ես։ Այս շոկից ճիշտ ասած մի քիչ լարվում եմ։ Շոկը այստեղ կապ չունի։ Պարտության հոտն ես առե, մտածում ես ոնց ես գրազի տակից դուրս գալու, դրա համար էլ ջուրը ջռում է։ Ոչ, բացարձակ սուտ։ Երկուսու մեկը հաշիվել, բան չմնաց։ Մենք դեռ երկուին ունենք խաղալու։ Ես կարող եմ հաշիվը հավասարեցնել։ Այ քեզ խոստանում եմ, եթե այդ երկուսից գոնե մեկը տանես, ես գրազը ջրում եմ։ Իսկապես։ Հաբա էլ որ օրվա համար են, կարող է ես այդքան անխիղճ եմ, ախպեր։ Այ դա իմ գործը հեշտացնում է։ Ես հիմա բոլոր ուժերս կհավաքեմ ու քեզ պարտության կմատնեմ։ Սկսի ախպեր։ Դու ես տեմպերով դժվար, թե ինձ հաղթես, Ֆարադեյ ջան։ Հիմա կտեսնենք։ Այն Թորոսն ու Ֆարադեյին չեն անում։ Դե Թորոսը երևի նարդիով հաղթում է Ֆարադեյին, Ֆարադեյն էլ մարզվում է, որ կարողանա դիմակայել։ Մենակ այդ տղեն կարա տես բան անի։ Դե հա, յուրահատուկ է մեր Ֆարադեյը։ Արի գնանք, կարող ես պարտության պահին իրան հոգեբանական աջակցություն ա պետք։ Գնանք աջակցենք։ Արի։ Դեռ այստեղ ես։ Դեռ այո։ Դու ես գնում։ Պատրաստվում եմ։ Հրաշալի, մեր պլանները էլի համընկան են։ Ես էլ եմ տուն գնում։ Ինչպես միշտ, քո պլանները շատ նման են իմին։ Հա, հիշում ես, չէ՞, որ գնում ենք կինո նայելու։ Ես հիշում եմ, բայց ինձ թվում էր դու կարող ես տրամադրություն չունենաս։ Չէ, իմ տրամադրությունը շատ լավ է։ Հրաշալի։ Տանում ես տուն դրան։ Չգիտեմ, դա չեմ կողնորոշվել։ Մտածում եմ թե ունեմ դպրոցում, բայց ափսոս եմ։ Ախր շատ սիրուն եմ։ Եկեք ձեզ տուն տանեմ։ Մեզում։ Քեզ այդ ծաղիկդ գրկած տենց իրար հետ։ Չէ, շնորհակալ եմ։
Մենք մի կերպ կհասնենք տուն։ Ես պնդում եմ։ Ոչ ասացի։ Որ խնդրեմ մի հատ կպահես։ Շնորհակալ եմ։ Դա տենց հա ուրեմն։ Ես գնացի։ Ես չէի տանելու քեզ տուն։ Դրանք քո պլաններն էին։ Իսկ ես հիմա հանդիպում եմ։ Բայց երեկոյան գալու եմ, որ իրար հետ գնանք կինո։ Հա, իհարկե։ Հանդիպման եմ արդը գնում։ Ուղղակի քո հալը կտենաս անուշ աղջիկ։ Սպասի։ Այդտեղա քեզ դոպինգը չի փրկի։ Շարունակենք։ Այո, իմ սիրելի դուխին է, աղոթիր ինձ համար։ Իհարկե, Ֆարադե ջան, հենց հիմա։ Գևորիկի պատճառով է այս ամեն ինչը։ Այսօր առավոտը իրան պետք է հանդիպեր, տղեկի հետ ես վիճել։ Մալս մի հատ խնդրում եմ, մի բա հանգստացի էլի։ Ես եկել եմ գործից մեռած հոգնած, քեզ մի հատ տեսնեմ, մի քիչ լիցքաթափեմ։ Դու ունես թեմաներ ես բացում, որ այդ ընդհանրապես քո քննարկելունը չի։ Որ կողմից փողի ու պաշտոնի հոտ եք զգում, ձեզ միանգամից գցում եք այդ կողմ։ Ռեբեկա, ցնդել ես ինչ ես խոսում։ Կարո ջան, ես քո հետ հին եւ առավել եւս բարի ժամանակներ չեմ ապրել։ Իսկ հիմա էլ սոված չեմ, ավելի ճիշտ ախորժակս փակվեց։